Իրականացնում ենք կրծքային էտապը, սա ամենաբարդ էտապն է։ Կարևոր այս վայրկյաններին բժշկի յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական լինել, սխալվելու հնարավորություն չկա։ Անջատում են աորտան կերակրափողից, պահելով կերակրափողի պատի մկանային մի մասը, առաջացնելով կենսաբանական պատնեշ և կանխելով նոր խուղակի առաջացումը։ Այնուհետև ուրիշ դիրքում հիվանդի ստամոքսից սարքեցինք նոր կերակրափող և անցկացնելով լրիվ ուրիշ ճանապարհով, ոչ թե հետին միջնորմով ինչպես սովորաբար, այլ առաջային միջնորմով, անցկացրեցինք և վերականգնեցինք կերակրափողի հետ։ Հազվադեպ հանդիպող աորտակերակրափողային արյունահոսություն ունեցող բուժառուի կյանքը փրկված է։ Վիրահատությունը իր տեսակով եզակի է մեր երկրում։ Նկարագրված չի, որ կարելի է կերակրափողի պատի մի մասը պահել, կարելի է բերել տարբեր մկանային տրանսպլանտատներ ուրիշ տեղերից, որը ավելի բարդ է, ավելի ժամանակատար եւ ծախսատար է։ Մենք որոշեցինք պահել կերակրափողի պատի մի մասը, որը արյունամատակարարվում է իր իսկ անոթներով, եւ սա հրաշալի միջոց է, որ միանգամից կարողանանք հիվանդին ապահովել կերակրվելու հնարավորությամբ եւ կանխենք հետագայում վարակի կամ այս խուղակի առաջացման հնարավորությունը։ Արյունահոսության պիկում, երբ բուժառուի կյանքը վտանգված էր, բժիշկների համալիր մոտեցմամբ նախ սրտաբանականում իրականացվել էր գրաֆտի տեղադրում։ Ընդամենը մի քանի օր անց արդեն Աստղիկ բուժկենտրոնում կատարվել էր հաջորդ փուլը՝ ծավալուն էնդոսկոպիկ վիրահատություն, թորակոսկոպիկ եւ լապարասկոպիկ եղանակներով։ Բժիշկը ցույց է տալիս։ Իրա նոր կերակրափողն է ստամոքսից։ Տեսնում եք, չէ՞, վիրահատության նկարներին իսկ էլ հեռացած կերակրափողն է, ու տեսնում եք, որ այս հատվածում չկա մկան, մենք մկանը թողել ենք ներսում։ Իսկ սա էլ անցքն է կերակրափողի։ Սա էլ 6 շաբաթ հետո մենք արել ենք հետազոտություն, կատ ենք արել նորից, ոնց որ հիվանդը վիրահատված չլինի, ոչ մի փոփոխություն չկա։ Վիրահատությունից 1 ամիս անց բուժառուն եկել է հերթական զննման։ Վիրահատությունից առաջ ես ունեի սրտխառնոց, այրուն էի հետ տալիս, շատ վատ էի, ասենք, չէի կարող, ճնշումս ընկնում էր այդ ժամանակ, որ հետ էի տալի այրունը։ Վիրահատությունից հետո ամեն ինչ կարգավորվել է, ես ինչ շատ լավ եմ զգում։ Իսկ միջազգային փորձում նման դեպքերը եզակի են, վստահեցնում է բժիշկը։ Մետաանալիզը, որը համախմբել են եւ միասին հետազոտել են 106 հրապարակում 163 քեյսից ելնելով, եկել են մի շարք կարևոր եզրակացությունների, որ հիվանդներին կարելի է փրկել, եթե դուք արագ անում եք այդ գրաֆտի տեղադրումը։ Ու դուք ունեք ժամանակ մի քանի օր, որ պատրաստեք այս վիրահատության, որը որ մենք արել ենք։ Իսկ Սպարտակը կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իրականացնելով պլանային այցեր։ Նարէ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։